Դուք ինչպես մինչ քարոզարշավ, այդպես էլ քարոզարշավի ընթացքում անդադար խոսում եք գերիների մասին, երեկ էլ Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն էր, ու դրան զուգահեռ երեկոյան մենք լրատվամիջոցներում հանդիպեցինք Արարատ Միրզոյանի, այսպես ասենք, ռեպլիկը գերիների հարցի վերաբերյալ, իրեն հոգնեցրել է կարծես թե այդ հարցը եւ մեջբերում եմ ասում է ծնգլ արեցիք այդ հարցը տալով, նախ դուք ինչպես եք մեկնաբանում սա, արդյոք հնարավոր է հանրապես մեկնաբանել տեղի ունեցածը, հաշվի առնելով, որ իրենք ասում են, որ ամենօրյա ռեժիմով աշխատում են, տեսանելի չկլինեն եւ այլն, եւ երկրորդ հարցը ենթադրենք ընտրություններն արդեն ավարտված են եւ որոշակի փոփոխությունների որոշումը կախված է բացառապես ձեզանից, դուք առաջին փոփոխությունը որ կիրականացնեք, որն է լինելու, շնորհակալություն։ Լավ, այդ փոփոխությունը թողենք, այդ հարցին պատասխանեմ գերիների հետ կապված, դրանցնենք այլ։ Ուրեմն ամենակարևորը ես ասեմ, հիմնական ցանկացած մարդ, հայ, ղեկավար, պատասխանատու կամ Հայաստանի բնակչի համար գերիները դա գիշերները նորմալ չէ, որտեղ դա մեր պատվի խնդիրն է, մեր արժանապատվության խնդիրն է։ Ինչքան էլ դու ուզում ես մեծ խոսի, բայց տակը որ դու նայում ես, կան քո զինվորները, կան քո նախագահները, գեներալները, որ այնտեղ են, դա արդեն ինստինկտիվ դու ոչ մի բան ոչ կարաս գլուխդ բարձր պայես կամ ասես, պետք է այդ հարցով զբաղվես։ Ցանկացած հարց, սիրելի լրագրողներ, լուծում ունի, չլուծող խնդիր աշխարհում չկա, ես դա ասել եմ, մեկ անգամ եւս ասում, հարկավոր է զբաղվել, հարկավոր է դիմել, այո, պետք է ասենք թե Ալեքսանդր Գրիգորիչին էլ, Լուկաշենկոին էլ դիմել, Վլադիմիր Վլադիմիրչին դիմել, Տրամպին էլ դիմել, Մակրոնին էլ դիմել, չկա խնդիր, որ լուծում չունենա։ Այսինքն չզբաղելն է կամ դադար խոսելը կամ չկարողանալ այդ ծանրության տակ մտնել։ Հարց չկա, լուծում չունենա։ Հարկավոր է զբաղվել, հարցը կարգավորել, դիմելով, դա միջնորդով կլինի, չգիտեմ ինչը ոնց կլինի, եթե մենք գնում ենք խաղաղության, եթե մենք գնում ենք զիջումների, եթե մենք անգլավներ ենք տալիս։ Խի Ադրբեջանից մի հոգի մեզ մոտ չկա, մենք սաղ տվել ենք, բայց մեր ու կնդեղը ես կարամ հասկանալ, կարամ մի հատ լրագրող ինձ բացատրի, դա արդարացի մոտեցումը, հա, օրինակ հարցը քեզ եմ տալ, դա արդարացի է։ Եթե մենք փակել ենք արդեն եղբայրություն, ճանապարհ ենք բացել, մենք բենզին ենք բերում, ցորեն ենք բերում, եղբայրություն, սահմանները դա, բայց եթե տենց որ այդ հարցերը պետք է փակված լիներ, ես այն անգամ էլ ասեցի։ Եթե այսօր կա խաղաղություն, ստորագրած, երաշխավորած խաղաղություն, թող այդ թուղթը ներկայացնի հանրությանը, ժողովրդին, լրագրողներին։ Ես ասեմ, եթե կա, ես ներողություն խնդրեմ, ասեմ, տես կա, ես չեմ իմացել, որ երաշխավորած խաղաղություն կա, որ եթե Ալիևը ստորագրած է, որ ինչ որ կա բոլոր տարածքների ամեն մեկը մեկինն է, ով որ նրա խուժը մեր տարածք հետ է գնալու, լիարժեք ձեր տալու ու իրար հետ համագործակցելով որպես հարևան պետություններ, ինչ եղել անցած լինի։ Ես կհասկանամ, բայց որ այս վիճակով դա չի կարող երաշխավորած խաղաղություն լինի, որ խաղաղությունը մենք արդեն ձեռք ենք բերել, չկա խաղաղությունը պետք է լինի երաշխավորած խաղաղություն, որ այ հիմա որ ես ասում եի Պակիստանը, գիշեք թե ոչ, ասի թեկուզ թողածենք Չինաստան, Պակիստան, Հնդկաստան, Ամերիկա, Պակիստանն եք ասում, այսօր Պակիստանը Ամերիկայի հետ միասին, որը հանդեսագալի միջնորդ, որ ասենք թե թուղթ ստորագրեն Պարսկաստանը, ճիշտ է, տեղակ եք, թե տեղակ չեք։ Պակիստանի հետ մենք Հայաստանը դիվանագիտական թուղթ ունի ստորագրած, եղբայր, ես օդի մեջ բաներ չեմ ասում, նայելով, հասկանալով, պատկերացնելով, որ լիարժեք ամեն ինչը լուծում ունի, եթե զբաղվող կա, հետևող կա, կապ ունեցող կա, ծանոթություն ունեցող կա, շրջապատ ունեցող կա, որ կարողանան բանակցեն, հարցերը կարգավորեն։ Եթե այսօր Իրանն ու Ամերիկան կարող են անկյուններ գտնել, կազմակերպել, բանակցել, ընդհանուր հայտարարի գալ, ոնց կարող մենք չկարողանանք մեր գերիների հարցը կարգավորելու։ Այնպես որ աննարին ոչինչ չկա, պետք է լիարժեք կազմակերպվի, հետևի բանակցություններով, միջնորդներով, հարցը բոլորն էլ կարգավորվի։